Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է։ Արևմտյան Հայաստանը Հանրապետության ազգային ժողովը հրավիրված է ապրիլի 24-ին։ Արևմտյան Հայաստանը Հանրապետության կառավարությունը հրավիրված է ապրիլի 27-ին Ծիծեռնակաբերդ։ Ապրիլի 24-ին ժամը 9:30-ից մինչև 10-ը կազմակերպվելու է Ծիծեռնակաբերդ հուշահամալիր քեցողների հետի անվճար փոխադրումը։ Լռության 100-ամյակը վերմարտկությունը աշկակապալ հայտնի իրականացված ցեղասպանության երակ, եթե Բաքուն շենները ոչնչացնել ավրեժալուծում արցախցիներին անա, ուրեմն հերթավ սաղ բնակավայրերը պիտի ոչնչացնեն։ Լիսագորա ղեկավար Կոստանդնուպոլսը հայ համայնքը նշала Սուրբ Զատիկին տոնը, Նեմրութ լեռան արևածագը հմայում է քեցողներին։ Արևմտյան Հայաստանը Հանրապետության ազգային ժողովը հրավիրում է մասնակցել 2025 թվականի ապրիլի 24-ին հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը միասին անցկացնելի ու ծաղիկներ տինելի անմար կրակին կողքին։ Հավաքայինականը ժամը 12:30-ին համալիրին կողքի տարածքում իշտեղինական Արևմտյան Հայաստանը Հանրապետության դրոշը վերին կողքին հավաքվել է ետը մեկնարկելու է երթը։ Հարգանքավ Արևմտյան Հայաստանը Հանրապետության ազգային ժողով։ Արևմտյան Հայաստանը Հանրապետության կառավարությունն ազգային ժողովը սիրով հրավիրում ընծած ներկա գտնվելի հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։ Ազգային խորհրդի նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանի բարձր հովանու ներքո արարողությունը տեղի ունենալու Ծիծեռնակաբերդ հուշահամալիրը 2025 թվականի ապրիլի 27-ին ժամը 1:30-ին նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանին բարձր հովանու ներքո պետությունների նկատմամբ վերջին անցյալն Արևմտյան Հայաստանում իրագործված հայերի դեմ ցեղասպանությունը։ Հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի նվիրված միջոցառումների շրջանակում 2025 թվականի ապրիլի 24-ին ժամը 9:30-ից մինչև 10-ը կազմակերպվելու է Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի քեցողներին հետի անվճար փոխադրումը Հրազդան մարզադաշտին հարող տարածքան։ Փոխադրումը իրականացվելու է սաղ օրվա վաղտ առանց ընդմիջման հանցուսաղ իոզողնեն հնարավորություն ունենան քինան Ծիծեռնակաբերդ ու իրանց հարգանքի տուրքը մատուցին 1894-ից 1923 թվականների Օսմանյան Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանում իրականացված հայերի դեմ ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը իրան ժամանակի մծ արձագանք հայլաստանալիս միջազգային մամուլում օրինակ Արևելքա հիմնադրամը լուսաբանել իսայլալ հայկական տառապանքներն դրամահավաք կազմակերպելիս որբերի ու փրկվածների հետի, բայց առաջին համաշխարհային կռվանը ետը թեման դուրս եկալ համաշխարհային ուշադրությունից վերադառնալ մենակ 1970-ականներից ցեղասպանության վաղտը 100,000-ավոր հայ որբեր ենթարկվել բռնի իսլամացման ազգային ինքնության կորստի ու շատերը պահվել անմարդկային պայմաններում կամ ստրկացվել, այս ցավալի փորձառությունն թողալն խոր հետքեր սաղ մնացածներին կյանքում ուտարալն համազգային հիշողության անջնջելի մաս։ Սորվեր հայերը շարունակում են պայքարելը պատմական արդարության հետի, այդ որբերին սուս ու փուս վիշտը մնում է որպես մարդկային անտարբերության դաժան հիշեցում։ Բաքուն հերթական դյոնումը հիմնովին ոչնչացրալ է Արցախում հայկական մի հատ շեն, այս դյոնը Շուշվա շրջանի Լիսագորը։ Ըստ գյուղապետ Գագիկ Նասիբյանի Լիսագորը ռազմավարական դիրքոն է, ինչը յուրանսելով է պատճառատրալվեր ընդեղ հնարավոր ռազմական շինություն է կառուցվին։ Նասիբյանը նշալավ էր Լիսագորա բնակիչներն Արցախը սաղ պատերազմներին հերոսաբար մասնակցալ, այդ թվում 2022 թվականի շրջափակման վաղտը յուրանսելով է Ադրբեջանը կողմից շեների ոչնչացման վրեժխնդրությունը այդ դիմադրության հետի 2023 թվականի սեպտեմբերի 10-ից 20-ին Բաքվի սկսած ռազմական գործողությունների ետը Արցախահայությունը բռնի տեղահանվալա, իսկ մհենգ ադրբեջանական իշխանությունները շարունակում են ոչնչացնելը Արցախահայկական ինքնության վկայությունն հուշարձաններ, եկեղեցիներ, պատմական շինություններ, գերեզմանոցներ։ Ապրիլի 20-ին Կոստանդնուպոլսը հայ համայնքը նշала Սուրբ Զատիկը Հիսուս Քրիստոսի հարության տոնը։ Հավատավոր հայերը հավաքված են Սուրբ Պողոս եկեղեցում մասնակցելի սրբազան պատարագին վերակազմակերպված այլատոնական պետություն տրամադրությամբ, չնայած Թուրքիայի կողմից օկուպացված Արևմտյան Հայաստանը տարածքում հայերի համայնքային կյանքին վերաբերող մխլա դժվարություններին, Կոստանդնուպոլսը հայերը շարունակում են պահպանելու իրանց հավատքը, լեզուն, ավանդույթն են, անցնող սերունդներին փոխանցելով ազգային ինքնության կենսական ուժը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված Նեմրութ լեռան վերին գագաթից բեցվող արևածագը շարունակում է հիացնելու ու ապշեցնելու սաղ քեցողներին։ Վերջին օրերի պատմական Արևմտյան Հայաստանասրտում գտնվող այս լեռը նորից մարդաշատ այլալ տեղացիներն օտարերկրյա զբոսաշրջիկներն վաղ առավոտը հավաքվան ընդեղ վայելելի արևի բերվի ճառագայթն են։ Ադիաման նահանգի Քահթա շրջանում գտնվող Նեմրութ լեռը պատմականորեն իլալ է հայոց հող։
Ստեղ գտնվում են շուրջ 2000 տրնվապատմություն ունեցող քանդակներ ու արքայական դամբարաններ, վերստեղծվել են հայոց թագավոր Անտիոքոս առաջինին օրոք Կոմագենեի թագավորության ժամանակաշրջանում, սորել ստեղ զգացում է այդ դարերի շունչը։ Զբոսաշրջիկներն լուսաբացին պիցրանման լեռը հենց այս պատմական միջավայրում ականատեսին էլի արևի դուսկերի հմայիչ պահին։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտ ես քանık նախատեսալ սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։